Ողջույն սիրելիներ, նորից հնարավորություն ունենք իրար հետ շփվելու, կիսվելու մտորումներով, անհանգստություններով, իրավիճակներով եւ այլն, եւ ես շատ ուրախ եմ սրա համար։ Ուրախ եմ այս հնարավորության համար, որովհետեւ հետադարձ կապ եւ արձագանք եմ ստանում ձեզանից, որ ինձ շատ է ոգևորում։ Ես հասկանում եմ, որ ինչ որ մի արժեք եւ նշանակություն ունի եւ խոստանում եմ շարունակել այս ձևաչափը ինչքան որ հնարավոր է։ Խնդրում եմ ակտիվ եղեք ավելի, արձագանքներ գրեք, ձեր կարծիքները, մեկնաբանությունները գրեք։ Մի խոսքով նախ ուզում եմ սկսել նրանից, որ շատ սիրում եմ ձեզ։ Իմ հայ ժողովուրդ, լավ ա լինելու ամեն բան։ Պարզապես մենք ուզում եմ, որ գրագետ լինենք, մենք հասկանանք պատճառահետևանքային կապերը, իրադարձությունների, որոնք տեղի են ունեցել։ Ուզում եմ մենք հասկանանք, արդյոք հնարավոր էր, որ այդ ամեն բանը չլիներ կամ մի այլ կերպ լիներ։ Ես վստահաբար գիտեմ, որ իմ ժողովուրդը մենք բոլորս միասին սիրելիներ 90-ականների սկզբերին շատ ոգևորված էինք։ Եվ մեր սպասումները, մեր նպատակ այն ժամանակվա միանգամայն ուրիշ էր եւ մենք հավատում էինք, որ մեր գործն արդար է։ Եվ չգիտես ինչի հավատում էինք այն ժամանակ, արդեն հիմա հասկանալի է ինչի, որ դա մեր գործն էր, որ դա մենք ենք անում, հայրենասիրությունից եւ ազգասիրությունից դրդված ենք անում եւ ոգևորությամբ։ Եվ անգամ այդ բազմականակ զոհերը, որ առաջին պատերազմում մենք տվեցինք, անգամ համարում էինք, որ դա հայրենիքի համար է, մեր հայրենակիցների համար է։ Բայց ցավոք սրտի անցան տարիներ, բոլոր դիմակները պատռվեցին, բոլոր ստորջրյա քարերը հայտնաբերվեցին, մենք հասկացանք, որ դա ոչ թե մեր գործն էր, ոչ թե մենք էինք դա անում, այլ պարտադրված եւ նախապես սահմանված մի ծրագիր էր, որին մենք պարզապես առանց մեր համաձայնության, մեր կամքի մենք դարձանք մասնակիցներ։ Եվ ցավոք սրտի ազգովի ֆրուստրացիա ապրեցինք մենք, հիասթափություն, կոտրվածություն ունեցանք, երբ որ տեսանք եւ համոզվեցինք, որ ամեն բան այնպես չի ընթանում, ինչ որ մենք պատկերացնում էինք եւ ինչ որ մենք կուզեինք։ Եվ այսօր ես ուզում եմ մի փոքր այդ մասին խոսեմ։ Անցած տեսաուղերձում ես խոսեցի մեր անցած տարիների ավելի շատ տնտեսական եւ սոցիալ հոգեբանական իրավիճակների մասին, մեր ապրումների մասին, դրանց պատճառների մասին եւ այլն։ Այսօր ուզում եմ մի քիչ ավելի խորը գնանք միասին։ Այսօր շոշափենք արտաքին քաղաքական եւ ռազմավարական իրավիճակների մասին։ Մի քիչ դուրս գանք մեր երկրի սահմաններից եւ տեսնենք ինչը ինչից հետո եղավ, ինչու եղավ եւ հետևանքը ինչու այսպեսին ստացվեց։ Եվ բոլորիդ հրավիրում եմ շատ ցավալի մի տեղ 2020-ի պատերազմի առաջին օրերից հենց։ Եվ ցավալիորեն պետք է նկատել, որ թվում էր, թե Հայաստանը մի տեսակ արհամարված, մոռացված եւ ինչպես մեր հյուսիսային, չգիտեմ ինչպես նույնիսկ անվանեմ, այն ժամանակվա ցավալիորեն մեր երաշխավորներից մեկը, թե ում եք դուք պետք բացի մեզանից եւ ուր պիտի գնաք, ցավոք սրտի, մենք իսկապես այդ ժամանակ հենց այդպիսի վերաբերմունք էլ տեսնում էինք, որովհետեւ բոլոր երկրներից մեծ թե փոքր համաշխարհային բոլոր երկրների կառավարություններից ընդհանրապես կոչեր էինք լսում, երկու կողմերին կոչ ենք անում դադարեցնել, կոչ ենք անում հետևյալը, կոչ ենք անում եւ միայն դա։ Եվ առանց այդ էլ այդ դժվար պահերով անցնող մեր երկիրը էլ ավելի կոտրվեց, որովհետև բոլոր կողմերից փակ դռներ էինք հանդիպում։ Փակ դռների էինք հանդիպում եւ այդպես էլ ավարտվեց պատերազմը այդ կոչերով։ Իհարկե պատերազմը ավարտվեց, որը ես էլի շատ բարձր եմ գնահատում,
ոմանք մանավանդ մեր ընդդիմադիրները դա շատ են օգտագործում մեր դեմ, մեր կառավարության եւ իշխանության, մեր վարչապետի դեմ նոյեմբերի 9-ի հռչակագրով, պայմանագրով, մանավանդ 9-րդ կետով, որը հետագայում շատ շահարկվեց, ցավոք սրտի, բայց նաեւ այդ պայմանագիրը դադարեցրեց պատերազմը, դադարեցրեց ռազմական գործողությունները եւ էլի բազում հազարավոր հոգիներ մեր երիտասարդներից եւ մեր տղամարդկանցից գոնե փրկվեցին եւ վերադարձան իրենց տներ։ Հակառակ դեպքում այս պատերազմը ծրագրավորած մի ակտ էր, որը կոչված էր, սա ես անցած իմ ուղերձի շարունակությունն եմ ուզում ձեզ նորից ասեմ, կրկնեմ, որ սա կոչված էր Հայաստանի վերջ տալուն, Հայաստանին ծնկի բերելուն ավելի շուտ, Հայաստանի այսպես թե այնպես կլիներ, իհարկե քարտեզի վրա շատ շուտով կվերանար Հայաստան երկիրը, ըստ այդ պլանի եւ ծրագրի, հայ ժողովրդին եւ Հայաստանը ծնկի բերելու ծրագիրն էր սա։ Եվ բոլորիս համար սա այնպիսի օրեր են, որ ավելորդ թե նորից չեմ ուզում խորացնեմ ձեզ այդ ապրումների մեջ, պարզապես մի դրվագ ասեմ, որ պատերազմի այդ ընթացքում, երբ որ տեսանք, որ ինչքան էլ մեր հայ համայնքը արտասահմանյան երկրներում գտնվող, հիշում եք հանրահավաքներ էին անում, ճանապարհներ էին փակում, մանավանդ ամերիկյան, մեր հյուսիսային երկրի հայերի արձագանքը այդ ժամանակ տեսանելի չէր, համենայն դեպս ես չտեսա, թեև սպասվում էր շատ, բայց մյուս երկրներում հանրահավաքներ էին անում, մեր հայրենակիցները սիրտ ու եռանդ էին դնում, չէին խնայում, ֆինանսապես օգնում էին, ինչ որ ձևերով փորձում էին մասնակից լինել եւ այլն, բայց պետականորեն, դիվանագիտորեն ոչ մեկը ոչ մի աջակցություն գիտեք չցուցաբերեց։ Բայց այդ օրերին, երբ որ գիշերը մանավանդ օդում ծանր ինչ-որ ինքնաթիռ կամ որևիցե ինքնաթիռ էր անցնում, ես Երևանում եմ բնակվում, համենայն դեպս մեր օդով, ոգևորվում ուրախանում էի, ասում էի, եկան, մերոնք եկան օգնության, նկատի ունեի մեր երաշխավոր ոխերին բարեկամներին, դաշնակիցներին, հա։ Եվ ամեն այդ ինքնաթիռի ձայնին, ամեն չսպասված ձայնին վերագրում էի, ասում էի, մերոնք եկան, արդեն լավ կլինի, իմ երեխաներին, ընտանիքիս քաջալերում էի, ասում էի, մերոնք հասան, լավ է լինելու արդեն, մի վախեցեք։ Բայց ամենամեծ ֆրուստրացիան այդ ժամանակ ապրեցինք, երբ որ ոչ մեկն էլ չեկավ։ Ու եթե եկավ էլ հայտնվեց էլ ոչ մեր կողմից, այլ հակառակորդի։ Շուշիի արդեն հաղթական տոնախմբությունը միացյալ այդ երկրների, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, որ ողջունում էին իրար, շնորհավորում էին իրար հաղթանակով, շնորհավորում էին իրար այդ մեծ գերտերությունները, այս փոքր երկրին հաղթելով, իրեն ժանգոտված զենքերի պատճառով, հայիս հոգին միշտ ուժեղ է եղել, միշտ անկոտրուն է եղել։ Եթե Հայաստանը դավաճանություն չտեսներ այդ պատերազմի ժամանակ, թե դրսից, թե առավել եւս ներսից, այդ մասին ես կխոսեմ, մենք չէինք պարտվի։ Նկատի ունենալով, որ Հայաստանը, ես երբեք չեմ էլ համարում դա պարտություն, հավատացեք, ես միշտ ընդդիմանում եմ այն մարդկանց, ովքեր ասում են Հայաստանը պարտվեց, ոչ մենք չպարտվեցինք, պարզապես մենք հայտնվեցինք գերտերությունների թիրախում։ Այդ պատերազմին մեծ մասնակցություն ունեին մեր դաշնակիցները, սուտ դաշնակիցները, Թուրքիան, Պակիստանը, Իսրայելը եւ էլի մի շարք երկրներ, Հայաստանը հայտնվեց մենակ հսկա աշխարհի, թշնամի աշխարհի դեմ։ Ուզում եմ ասեմ, որ պատերազմից հետո մի քիչ գուցե հետո առաջ անցնեմ, պարզապես մտքերս կփորձեմ ավելի հավաքած ներկայացնեմ։ Սկսեցին քննչական պրոցեսներ եւ 1800-ից ավել այս փոքր Հայաստանում բարձրաստիճան սպաեր քրեական պատասխանատվության դատավարության ընթացքով էին անցնում հայրենիքի դավաճանության
Մենք գիտենք դեպքեր, որ սպաերը տարել են երեխաներին ջոկատով 18 տարեկան մեր երեխաներին թողել ինչ-որ թշնամու դաշտում և փախել էին։ Բայց ինչու համար եմ ասում, որ քիչ չեն մեր մեջ, մեր երկրի կործանումը ցանկացողներ, ցավոք սրտի։ Եվ սա էր պատճառը, որ այդ ընթացքում մինչև մենք այդ դատավարություններով և այլնով տարված էինք։ Շատ փակագծեր, շատ գաղտնի պայմանավորվածություններ նախկինում կատարված և ծրագրեր բացահայտվեցին և ի ցույց դարձան։ Եվ ես հիմա սկսեմ դրանք ներկայացնել։ Ուզում եմ մատնանշել մի շատ ցավալի փաստ, որ այդ ընթացքում մինչև 2020-ը Հայաստանին ոչ մի երկիր և առավել ևս պատերազմի ժամանակ այդ ընթացքում արդեն ոչ մի երկիր մեզ զենք և ռազմատեխնիկա չէր վաճառում։ Ինչու չէր վաճառում։ Նախ բոլորս գիտենք, որ մենք մի երկաթյա ծածկոցի տակ էինք, որը այն որ թևերը փռած իրենով է անում, բայց ոչ ինքն է օգնում, ոչ թույլ է տալիս ուրիշները օգնեն, այդ կարգավիճակն էր մեզ մոտ։ Եվ բացի դրանից նաև մեր անցած 30 տարիների ընթացքը ասեմ, մինչ մեր նախագահները զբաղված էին երկրի ալան-թալանով, երկիրը մասնատելով և վաճառելով, այդ մասին խոսել եմ ես, նայեք անցած տեսաուղերձներս, այդ ընթացքում Ալիևը օգտագործելով իր խավարային դիվանագիտությունը ամբողջ աշխարհին լուր տարածում էր, որ հայերը գրավել են իր տարածքի 20%-ը թեև սուտ էր իրապես 14%-ներ, բայց ինչևէ, Հայաստանը հայերը ագրեսոր են և ագրեսիայի միջոցով, պատերազմական գործողությունների միջոցով գրավել են իր տարածքները և սա այնքան փաստաթղթային էր անում և ամբողջ աշխարհով, բոլոր ատյաններով, դիվանագիտական, թե դատա իրավական, և աշխարհը հավատում էր դա։ Եվ աշխարհում չնայած ՄԱԿ-ի ռեզոլյուցիայով հայտարարված չէր Հայաստանը որպես ագրեսոր պետություն, բայց Հայաստանի հետ այդպես էին վերաբերվում։ Եվ դա էր պատճառը, որ ոչ մի երկիր այս ընթացքում ոչ ռազմավարական համագործակցության էր գնում Հայաստանի հետ, ոչ որևէ զենք էր վաճառում և այլն, մինչդեռ մեր հսկաները երկիրն էին թալանում և ուտում, հստակ իմանալով, որ Ադրբեջանը նախ դիվանագիտական այդ գործողություններն է անում, երկրորդը զինվում է։ Երբ որ այդ ժամանակվա մեր ձեռք բերած ռազմատեխնիկան մինչև 1 միլիոն էր, այն էլ ոչինչ չարժեցող, ինչ որ հավասարազոր կանսերվայի ժանգոտված բանկաների նման էլ զենքերն էին այդպիսին, Ադրբեջանը 6 միլիարդ դոլարի 4-րդ, 5-րդ սերունդի այն ժամանակվա համար դրանք բարձրագույն ռազմատեխնիկան էին համարվում որակով, նա ձեռք էր բերել այդ ռազմատեխնիկան և բարձրակարգ երկրներից։ Սրանք հստակ գիտեին, որ մենք անկարող ենք այդ պատերազմում մասնակցություն ունենալու, առավել ևս հաղթելու, հստակ գիտեին։ Պարզապես չգիտեմ, կամ միամտորեն էին հույս դրել մեր երաշխավորի վրա, կամ համաձայնության մեջ էին, որ միևնույնն է լինելու էր այդ պատերազմը, ինչի էր զինվում Ադրբեջանը, որովհետև նպատակ ուներ վերադարձնելու իր հողերը և հետո էլ երաշխավորություն ուներ էլ ավելին վերցնելու Հայաստանից։ Բայց 30 տարի և ավելի մենք մեր տիրապետության տակ ուրիշի ունեցվածքը պահեցինք։ Ոչ մի կերպ դրանք հիմնավորված չէր, արձանագրված չէր, փաստաթղթավորված չէր և աջակցություն չէր ստացել աշխարհի որևիցե մի երկրից, պարզապես մենք մեր զոհերի գնով, որ Հայաստան էլ չէր, մեր զոհերի գնով մենք գրավեցինք և այդ ժամանակ այո մտածում էինք, որ հերոսություն ենք անում, հայրենասիրություն ենք անում, մեր հայրենիքին է դա պետք, մեր հայրենակիցներին է պետք, բանից պարզվեց, որ ոչ մեկին էլ հետո դա պետք չէր,
Միևնույնն է պետք է վերադարձվեր եւ այդ վերադարձնելու մասին 94 թվականին քառակողմ համաձայնագիր կնքվեց, ես այդ հոլովակ արխիվներից տեղադրել եմ իմ Facebook-յան էջում, եթե մի ամիս առաջվա կարծում եմ մի քիչ ներքև իջնեք Facebook-ով, հատվածներ, որտեղ որ հստակ խոսվում է քառակողմ, որտեղ կողմերից Ռուսաստանի ներկայացուցիչներ Գրաչով այն ժամանակվա Հայաստանից կտեսնեք ովքեր էին, Ղարաբաղը ով էր ներկայացնում եւ Ադրբեջանից քառակողմ համաձայնություն եղավ եւ այնտեղ ըստ ՄԱԿ-ի ռեզոլյուցիայի համաձայնություն ստորագրվեց, որ հողերը պետք է վերադարձվեն։ Իզուր կորուստ ժողովրդի։ Եվ այստեղ, որ ես խորն եմ մտածում, ոչ Հայաստանը, ոչ Ղարաբաղը, այդտեղ մեղավոր ժողովուրդը նկատի ունեմ, հա, անմեղ ժողովուրդը, ոչ մեկը մեղավորություն չուներ, անմեղ զոհեր, ինչպես ասում է, անմեղ մեղավորներ։ Եվ զոհ դարձան մեր տասնյակ հազարավոր առաջի պատերազմի ժամանակ 10,000-ից ավելի զոհեր տվեցինք մենք։ Թե Ղարաբաղի կողմից, թե իհարկե Հայաստանից ավելի շատ եւ ինչի համար անհասկանալի էր, որովհետեւ վերևներում ինչ որ միտեղ մի 100 տարի առաջ մի դաշինք էր կնքվել եւ այդ դաշինքին հիմա հետեւողաբար հետևելով ոչնչացնել, ծնկի բերել, փոքրացնել հնարավորինս Հայաստան երկիրը, որովհետև Հայաստանը ինքը այնպիսի երկիր է, որ շատերն են պատմության ընթացքում, հազարամյակների ընթացքում, շատերն են հավակնել Հայաստան տարածքի վրա։ Ինչևէ, եւ ձեզ ասեմ, ոչ միայն թալան, ոչ միայն գիտեին, որ Ադրբեջանը զինվում է եւ ինչի համար է զինվում, շատ լավ գիտեին։ Ասեմ ավելին, մեր նախագահներից մեկը համատեղ բիզնես ուներ Ալիևի հետ եւ մինչեւ վերջերս ունեին։ Համատեղ բիզնեսներ թե Հայաստանի տարածքում, թե այլ երկրներում, թե նույն Ադրբեջանում։ Էնպես որ այս դավադիր իշխանության ժամանակ ապրել ենք ժողովուրդ ջան մենք եւ արդեն 16-17 թվականներին Սերժ Սարգսյանի տեսահոլովակները կան, որտեղ ինքը խոստովանում է, որ այլևս բանակցային գործընթացը փակուղի է մտել։ Իհարկե Մինսկի խումբը արդեն այդ ժամանակ հնարավորինս անում էր այլևս անօգուտ էր, որովհետև բարձր տեղից էր Ալիևի ձայնը հնչում, ինքը վստահ էր, ինքը գիտեր, ինքը թիկունք ուներ, մեր թիկունքն էլ իր թիկունքում էր այդ ժամանակ արդեն։ Եվ մի փոքր եւ այն էլ թալանված Հայաստանի դեմ, պարզ էր, որ պիտի դուրս գար։ Եվ նրանք շատ լավ իմանալով այս ծրագիրը հետագա գալիք պատերազմը հստակ իմանալով իրենց պետք էր իրենց վրայից գցեին ինչ-որ մեկի գրպանը այդ պատերազմը։ Մաքուր դուրս գալու եւ այսօր բարձրաձայն հռչակումներ անելու, բարձր տեղերից հիմա խոսելու, պատերազմը արեցիք, այս արեցիք այն։ Այո, մենք տեսեք, մինչև 18 թվականը բազմաթիվ հանրահավաքներ ենք ունեցել ժողովրդի ըմբոստ եւ գուցե եւ ագրեսիվ անհամաձայնությունը իշխանությունների հետ, բայց մենք գիտենք ջրցաններով, արգելված զենքերով ինչպես են խափանվել այդ հանրահավաքները, որից հետո հարյուրավոր վիրավորներ ենք ունեցել, ել չեմ ասում 8 թվականի մարտի 1-ի զոհերը նույնիսկ, բոլոր հանրահավաքներն էլ ճնշվել եւ արգելվել են, եւ սա էլ կարող էին անել։ Մեծ հաջողությամբ հենց առաջին իսկ օրը կարող էին ճնշել, վերացնել, տներով ճանապարհել ժողովրդին։ Ինչու չարեցին, ինչու թողեցին, որ այս հանրահավաքը հեղափոխության վերածվեց։ Ինչու դուրս եկավ Սարգսյանը եւ ասեց Նիկոլը ճիշտ էր, ես սխալ, որովհետեւ պետք էր այսպես փաթեթավորված այդ պատերազմը գցել ինչ որ մեկի գրպանը։ Եվ հետագայում եղավ այն, ինչ որ եղավ եւ բոլորս ականատես եղանք եւ գիտենք։ Հիմա ինչ վերաբերվում է Ղարաբաղի մեր ժողովրդին, ես անկեղծ ասած երբեմն իրենց այսօրվա պահվածքից զայրանում եմ, բայց ինչ որտեղ նաեւ հասկանում եմ, որովհետեւ նորից ասում եմ, մենք մինչեւ գրեթե հեղափոխության սկիզբը մենք կուրորեն ենք ապրել։
Մենք նայել ենք, որ մենք պատերազմ ենք արել, մեր տարածքները մեծացրել ենք լրիվ սուտ եւ փուչիկ, որովհետեւ ոչ մի ձև իրենք դա չեն հաստատել։ Թեև հենց սկզբից, երբ որ 91 թվականին Ղարաբաղը հանրաքվե անցկացրեց եւ շատ բարձր տոկոսայնությամբ, կարծեմ 91%, գուցե թվի մեջ սխալվեմ, շատ բարձր տոկոսայնությամբ ժողովուրդը ընտրեց անկախությունը, անկախանալը, բայց փոխարեն դրանք ամրապնդվեր, ինչ որ թղթաբանության ընթացք տարվեր եւ այլն, Քոչարյանը բանակցային գործընթացից Ղարաբաղը հանեց, այս բեռը ամբողջությամբ Հայաստանի ուսերին դնելով, որ Հայաստանը բանակցության կողմ է, այլևս Ղարաբաղը անելիք չունի եւ ամբողջությամբ ձեռքերը լվանալով այս ամբողջ հոգսն ու բեռը դրվեց Հայաստանի վրա։ Եվ այստեղ արդեն ակնհայտորեն 22-23 թվականներին հիմա արդեն պարզ դարձավ, որ խաղասեղանի վրա դրված է Ղարաբաղի կամ Հայաստանի լինել չլինելու հարցը։ Այսինքն, եթե Ղարաբաղը մնում էր, եւ այս ամենազավեշտ տալին գիտեք որն էր, ինչքան էլ որ ցավալի չլինի, այդքան պատերազմներ եղան հանուն նրա, որ Ղարաբաղը Ռուսաստանին միանա արդյունքում։ Պատկերացնում եք, այսինքն մեր զոհերի ձեռքով, մեր զոհերի գնով նրան էր կոչված, որ պետքա միավորվի ուրիշ երկրին, ոչ թե մեր։ Եվ այդ մասին ես խոսել եմ իմ նախորդ տեսահոլովակների մեջ, միացրեք լսեք, այսա էր ցավալին։ Բավական չէ դա, հիմա էլ արդեն կանգնած էր Ղարաբաղի կամ Հայաստանի լինել չլինելու։ Եթե Ղարաբաղը մնար, որը խոստացված էր Ադրբեջանին արդեն, Սյունիքը ամբողջությամբ, ես անցած հոլովակում շատ մանրամասը պատմել եմ այդ մասին, այն միջանցքի շնորհիվ, որը պետքա կառուցվեր Ռուսաստանի կողմից, ամբողջությամբ Սյունիքը անցնելու էր, չգիտես որտեղ, իհարկե, գիտենք ում հարևանությամբ եւ ում հետագայում կանցներ այդ տարածքը, եւ Հայաստանն էլ փոքրանալով հայաթափ կլիներ եւ ընդհանրապես կվերանար։ Մեկ ծրագիրը սա էր, հաջորդը տեսանք ինչ որ կատարվեց, եթե չեք տալիս այդ տարածքը ու միջանցքը նորից ժողովուրդ ջան հիշեք այս պահերը, ովքեր էին ատամների կրճտոցով պահանջում, որ նոյեմբերի 9-րդ կետը կատարածվի, որ այդ Սյունիքի միջանցքը իրենք էին այդպես անվանում, հա, Զանգեզուրի միջանցք էին անվանում, մեր քաղաքական հիմիկվա մեր ներկա քաղաքական գործիչներից հիշեք ովքեր էին ատամների կրճտոցով պահանջում, որ այդ ծրագիրը կատարածվեր։ Այո, Ղարաբաղը կմնար կմիանա Ռուսաստանի կազմին, ժողովուրդը կմնային այնտեղ բնակվելու։ Հայաստանը կզրկվեր պետականությունից, տարածքից, սահմաններից եւ ամեն ինչից։ Եվ սահմանների համար ասեմ, սիրելիներ, սահմանները նա չի, որ մենք ենք ուզում։ Երկրի սահմանը նա չի, որ մենք ենք ուզում։ Ես չեմ գտնի որևիցե հայ, եւ դուք էլ, որը չուզենար, որ Արևմտյան Հայաստան այսօր լիներ Հայաստան, Նախիջևանը, Ղարաբաղը, Արցախը այն ժամանակվա, մեր պատմական տարածքները, Տիգրան Մեծի ծովից ծով Հայաստանը, մեկը չկա, որ դա չուզի, բայց ուզում եմ երկնքից իջնենք երկիր, ուզում եմ իրատես լինենք, այնինչ հնարավորությունը մենք ունենք, այն, որ մեր ուղեղների մեջ մտցրեցին, էլի վերևներից եկող այս նույն ծրագրի մասնիկ էր 65 թվին, մինչև այդ չկար այս թեման, 65 թվին եւ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ դարձավ, թշնամական վերաբերմունքը հյուսիսի, որ դուր չեկավ դա, որոշեցին Թուրքիային դաստալ Հայաստանի միջոցով։ Մեր Ծիծեռնակաբերդի այդ հուշահամալիրը կառուցվեց այդ ժամանակ շատ արագությամբ, տեմպերով, մեր բանաստեղծներին պատվերներ տրվեց, որ Եղեռնի մասին էլ ավելի բարձրաձայնեն, իհարկե դա մեր ցավն է, բոլորինս է, մենք ոչ մեկս չենք հրաժարվում, չենք ուրանում դրանից ինչ որ եղել է, բայց տարիներ շարունակ արդեն անցել էր 50 տարուց ավել, լռություն էր եւ հիմա թարմացավ, մեր մշակութային գործիչները բոլոր իրենց տաղանդը դնում էին պատվերով հատուկ, որ ժողովրդի մեջ այս վերքը բացվի, այս արունահոսող վերքը բացվի նորից։ Եվ ժողովրդի մեջ
մեր տարածքները դարձավ երազանքի, մեր երգերը արդեն դրա մասին էին։ Համաձայն եմ, դա մերն էր, բայց պետք է իրատես լինենք մենք։ 3 միլիոն հայ, որը ամենևին չունի ռազմականություն, այն ժամանակների մասին եմ հասկանալի ասում, չունի բանակ, չունի որևիցե բան, որևիցե երաշխավոր, իհարկե այդ ժամանակ խորհրդային միության տարածքի մեջ էինք, բայց միևնույն այդ վախերով լցված ապրում էինք եւ երազում էինք, որ մի օր մենք այդ տարածքները կվերադարձնենք, այո, ինչու՞ չէ, նաեւ մեր Արարատ լեռն էլ հետը։ Բայց դա իրատեսական չէր, ինչպես պիտի վերադարձնեինք, ով կարող է մեզ ասել։ Ինչպես էինք պատկերացնում այդ վերադարձը, Ռուսաստանը պետքա պատերազմ հայտարարեր 80 միլիոն միջև ատամները զինված ՆԱՏՕ-ի երկրորդ բանակի հետ, Թուրքիայի հետ, թե ինչպես։ Ոչ մի ծրագիր չկար։ Միակ ծրագիրը հերթական անգամ արունակամ անել հայի սիրտը, հայի հիշողությունները, եւ դա այդպես չարաշահվելա տարիներ շարունակ, նույնը Ղարաբաղի պատմությունը մեր բոլոր տարածքների նկատմամբ, բայց երբևէ բացի մեզանից ձեզ հետ ուրիշ ոչ մեկի ծրագրում պլանների մեջ չի եղել Հայաստան երկիրը մեծացնել, ուժեղացնել, զորացնել, այդ ճիշտ հակառակը։ Եվ այսօր մենք առնչվեցինք այն փաստի հետ 2023 թվականից Ղարաբաղի մեր քույր եղբայրների տեղահանումից հետո, որ Դամոկլյան սուրը մեր վրա կախվեց արդեն հետևյալ ձևակերպումով, արդեն ոչ Ղարաբաղը, ոչ Հայաստանը, սա էր արդեն։ Եվ դրա համար 22 թվականին, 23-ին նորից փորձեր արվեց, որ պատերազմի մեջ ներքաշեն Հայաստանը եւ վերջիվերջո Հայաստանի հարցը լուծեն այսպես։ Հիմա որ մեր ընդդիմադիրները իրենց պատառոտելով երաշխավորի ինստիտուտի մասին են խոսում, երաշխավոր են պահանջում, մենք դառը փորձառություն ունենք երաշխավորների կողմից, շատ շնորհակալ ենք, չենք ուզում այլևս։ Հիմա մենք ի վիճակի ենք ինքներս մեր բարի դրացիական հարաբերություններով ամբողջ աշխարհի հետ, այսօր տեսնում եք Հայաստանը ոնց է փոխվել, հա։ Գերտերությունները հիմա ձգտում են Հայաստանի հետ ռազմավարական համագործակցություն ունենան, ռազմավարական դաշինքներ են կնքում եւ այլն, եւ այսպես շարունակ էլ ավելի լավ է լինելու ժողովուրդ ջան։ Պարզապես հիմա արանքում եղավ այս ցավոտ հարցը, կնճռոտ ցավոտ հարցը եւ մեր համար եւ մեր Ղարաբաղի բնակիչների քույր եղբայրների համար։ Իրենց էլ ինչ որտեղ խաբված են եղել։ Այդ բանը ուղեղի լվացումը տարիներ շարունակ իրենց հետ են կատարել, որ հայերը սկսեցին այս պատերազմը, դուք լավ ապրում եք ադրբեջանցիների հետ, իրենք քչփորեցին, պատերազմ սկսեցին, ձեր տեղը փշոտեցին ու այս ժողովուրդը 30 տարի այդ գաղափարներով ապրել, որ ձեր ինչ գործներ, մենք ապրում էինք, ինչի հրահրեցիք այդ պատերազմը եւ հիմա էլ ես հասկանում եմ, որ եթե ներսից նայես, իսկապես այդպես է դուրս գալիս։ Եվ իրական հերոսները, որոնք արեցին, մնացին ստվերային կարգավիճակում, մինչև հիմա, երբ որ լյուստրացիա է տեղի ունենում, եւ ոչ միայն արտաքին մեր այդ կեղծ երաշխավորներն են բացահայտվում, այլ մեր միջի նաեւ։ Մեր միջի բառեր չեմ գտնում ասելու, թե ովքեր պատրաստ են այսօր Հայաստանն էլ տալ, արդեն Ղարաբաղը չեն վերադարձնի, իհարկե, երբեք մի հավատացեք, սիրելի Ղարաբաղի ժողովուրդ, քույրեր եղբայրներ, մի հավատացեք, իրենք ոչ լծակ ունեն, ոչ հնարավորություն ունեն վերադարձնելու, եւ ոչ էլ որևիցե մեկում դրսում մյուս երկրների ծրագրերի մեջ կա դա։ Պարզապես այս մեր ցավոտ արունահոսող վերքը հերթական անգամ բացվեց, բայց եղավ այն ինչ որ եղավ։ Հիմա կարճ ամփոփեմ ժողովուրդ ջան։ Հիմա մենք այլևս ագրեսոր չենք, հիմա մենք օտարի տարածքներ չունենք գրաված, մենք ունենք այն, ինչ որ մերն է։ Եվ ես որ սահմանների համար ասում էի, որ պետական սահմանը նա չի, ինչ մենք երազում ենք, ուզում ենք լինի, դա չի։ Այլ պետական սահմանը պետականորեն միջազգային բարձր ատյաններում հաստատված ընդունված տարածքներն են։ Միայն դրանց կարող են տեր կանգնել, ինչ որ միջամտություն անել, երբ որ դու քո ունեցած տարածքների մեջ ես ապրում։ Եվ դու բռնակալ չես, դու ուրիշների տարածք չես այս պահին զբաղեցնում։ Եվ մենք ունեցանք այդ կարգավիճակը եւ դրանից օգտվելը անհնար էր։
Եվ այս մեր նեղ պահին, այս մեր օրհասական պահին, որով մենք անցանք, փառք Աստծո, որ Նիկոլ Փաշինյանը եւ մեր դիվանագիտական կորպուսը ունեցան այդ հմտությունը, այդ ցանկությունը, այդ սիրտն ու սերը, որ ամբողջ աշխարհով մեկ սկսեցին Հայաստան երկիրը նորովի ներկայացնել։ Եվ բոլորս տեսնում ենք արդեն, թե այսօր ինչ ընդառաջում եւ ինչ ընդունելություն ունի աշխարհի կողմից Հայաստան երկիրը։ Ամեն բան փոխվել է, ժողովուրդ ջան։ Մեզ այդ կաղապարի մեջ մցրած ծրագիրը խափանվեց, խափանվում է դեռ շատ ատամների կրճտոցներ կլինի, բայց մենք արդեն ուժեղ ենք, հավատացեք, արդեն ուժեղ ենք, արդեն մենք ոչ թե օբյեկտ ենք, այլ սուբյեկտի ենք վերածվել։ Մենք սուբյեկտ ենք, որի հետ արդեն հաշվետվության են նստում, հաշվի են առնում, ընդունում են, լսում են եւ աջակցում են մեզ։ Եվ հետեւաբար մենք այս մեր զորահանդեսը, որ ականատես եղանք, դա դեռ սկիզբն է, սա 2 տարվա ընթացքում ձեռք բերած տեխնիկա է։ Եվ մեր արտադրանքը էլ չեմ ասում, հա, գնալով ավելի եւ ավելի է մեծանալու, գնալով շատ բան փոխվելու է, դրա համար ժողովուրդ ջան, ընդամենը մի քանի օր մնաց մինչեւ ամսի 7-ի ընտրություններ, որ այս հոգեվարքի դրսևորումները կտեսնենք որոշ կազմակերպությունների, կուսակցությունների կողմից, որոշ անհատների կողմից, այնտեղից լրտես որպես զոնդավորված Հայաստանի մեջ, բայց չի ստացվելու։ Իմ ազգը խելացի ազգ է, մտածող ազգ է։ Իմ ազգը ուղղակի մենք բոլորս ենք մոլորության մեջ եղել, չենք հասկացել ինչից հետո խաբված ենք եղել, բայց այսօր փառք Աստծո գիտենք, ես մանրամասը փորձում եմ այդ ամեն ինչը ձեզ ներկայացնել, որպեսզի իմի բերենք այն ինչ որ ունենք, նոր Հայաստան, ուժեղ Հայաստան, զարգացող Հայաստան եւ լավ է լինելու։ Իմ խնդրանքը ձեզ սիրելիներ, ակտիվ եղեք իմ էջում, կիսվեք, արձագանքեք, ձեր կոմենտները գրեք, փոխանցեք, մանավանդ անցած իմ 2 մասից էր անցած ուղերձս, երկրորդ մասի դիտումը շատ պասիվ է, բայց շատ կարևոր բաներ ունեմ այնտեղ ձեզ հետ կիսված, որը մանավանդ երիտասարդներին է վերաբերում։ Խնդրում եմ նայել կիսվեք, տարածեք, թող շատերը տեսնեն, շատերը չգիտեն իրականությունը, որտեղից է ինչ է եւ անորոշության մեջ են, շատ խնդրում եմ ձեզ, մանավանդ այս օրերի մեջ, բերեք աջակից լինենք մեկս մյուսին եւ մեր ժողովրդին իրազեկենք։ Շատ սիրում եմ ձեզ, ժողովուրդ, շատ լավ է լինելու, արդեն լավ է, թե ինչեր է լինելու ուղղակի աննկարագրելի է։ Այս ընտրություններից հետո դրան էլ կանդրադառնամ, շատ կներկայացնեմ ինչեր է լինելու, ինչեր են սպասվում, շատ լավ բաներ են սպասվում մեր երկրին։ Այնպես որ կհանդիպենք հաջորդ իմ տեսահողերձում, սիրում ու համբուրում եմ, գրկում եմ բոլորիդ, հայեր ջան։